Բարև հարգելի գործընկերներ, բարև հարգելի հյուրեր։ Այսօր Հայաստանի Ուշու Ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը հանդես է գալու հայտարարությամբ, համեցեք պարոն Չոբանյան, դուք հայտարարությամբ հանդես եկեք եւ կներկայացրեք ուրեմն մեր ասուլիսի մյուս մասնակիցներին ևս։ Դե երևի սկզբից ներկայացնեմ իմ նրանց, ովքեր այսօր այստեղ գտնվում են ինձ հետ։ Իմ կողքին է Հայաստանի Ավանդական Ուշուի Ֆեդերացիայի համանախագահ Ռուստամ Աղավերդյանը, այստեղ են գտնվում մեր ուշուի հավաքական թմի գլխավոր մարզիչ Հայաստանի Հանրապետության վաստակորու մարզիչ Արտեմ Ստեփանյանը եւ երկրորդ մարզիչը Մուշեղ Հայրապետյանը։ Այստեղ է նաեւ գտնվում այն հավաքական թիմը, նստած են այստեղ տղաները, որոնք հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 8-ը մասնակցել են Մալազիայում ուշուի 12-րդ աշխարհի 12-րդ առաջնությանը։ Մեր հիմնական նպատակը այսօր կայանում է նրանում, որ մենք ունենք մի նախապատմություն, որը արդեն 2-3 տարի է մեզ հետապնդում է, եւ երբ որ մենք 2011 թվականին մեկնեցինք աշխարհի 11-րդ առաջնությանը, որը կայանում էր Թուրքիայում, փորձը ցույց տվեց, որ այս հանդիպումը մեզ բավական մեծ օգուտ տվեց։ Խնդիրը նրանում է, որ այսօր մեր ֆեդերացիան գտնվում է Եվրոպայի ուշուի ֆեդերացիայի հետ հակամարտության մեջ եւ խնդիրը հիմնականում մրցավորական բացահայտ խարդախությունները ուղղված զուտ Հայաստանի դեմ։ Եվ այդ ամեն ինչը կենտրոնացված է մեկ անձի, ուրեմն շրջանակում կա ոմն անհասկանալի եւ անհայտ քաղաքացիությամբ եւ ազգությամբ մի անձնավորություն, Ալեքսանդր Ռադուցև կոչեցյալը, որը Ղազախստանցի է, բայց չգիտես խի ներկայանում է Գերմանիայից եւ Եվրոպայի առաջնություններում ներկայանում է որպես գլխավոր մրցավար։ 2010 թվականին Թուրքիայում նրա շնորհիվ կատարվեցին բազմաթիվ խարդախություններ իօգուտ Թուրքիային եւ Ռուսաստանին, որը ես կարողացա բացահայտել, ապացուցել եւ մասսայական տարածել ամբողջ եվրոպական մամուլով, իրանք ընդունեցին նման իրողությունը, սակայն վրեժը պահեցին եւ փաստորեն 2012 թվականին հաջորդ Եվրոպա առաջնությանը լիովին այդ վրեժը մեզանից նորից լուծեցին։ Մենք ունեցանք շատ ծանր խնդիրներ կապված մարզիկների հետ, որոնք արդեն 3 տարի անընդմեջ ամեն ինչ արվում է, որպեսզի իրենք չզբաղեցնեն այնտեղ ինչին արժան են, ընդ որում ունենալով մենամարտերում բացահայտ առավելություն։ Ես պարզապես կարամ մի հատ օրինակ բերեմ, այստեղ ներկա է մեր Ռաֆայել Հարությունյանը, 56 քաշային կարգը, այն մենամարտում, որտեղ որ մրցավարների խարդախությամբ մենամարտը տրվեց Թուրքին, Թուրքիայի ներկայացուցիչին Թուրքին։ Թուրքիայի թիմը այդ նվիրատվությունը մրցավարների կողմից չընդունեց եւ բոլորը տրիբունալներից իջան եւ շնորհավորեցին մեր մարզիկին, իրենց մարզիկները, իրենց թիմի ներկայացուցիչները։ Այդքան դա բացահայտ խայտառակ էր այդ տպավորությունը։ Հիմա, քանի որ այդ անձնավորությունը նույնպես լինելու է մրցավարական կոլեգիայում, ճիշտ է, բարեբախտաբար նա չի լինելու գլխավոր մրցավարական անձնակազմում, բայց նա լինելու է ռեֆերի, եւ քանի որ ես ինքս միջազգային կարգի մրցավար եմ եւ 2011 թվականին նույնպես մասնակցել եմ մրցավարական աշխատանքներին, ես տեսել եմ, որ նա բավական լուրջ ազդեցություն ունի նամանավանդ ԱՊՀ երկրների ներկայացուցիչ մրցավարների վրա, ուստի մենք այդ մտահոգությունը ունենք, որ դա շարունակվելու է։ Ես մեծ սխալ արեցի, երբ որ անցած տարի 2011 թվականի փորձը, ստացած փորձը չկիրառեցի, մտածելով, որ դե Էստոնիայում ենք, Եվրոպայում ենք, Թուրքիայի գործոնը չկա եւ նման միջավայր մեր հանդեպ չի լինի, նախկինում եղած այդ վեճը Եվրոպայի ֆեդերացիայի հետ կարծես թե հարթված է, մենք գտել ենք ընդհանուր լեզու, կարծես թե բարիշել ենք, ամեն ինչ լավ լինելու եւ փաստացի սխալվեցի։ Հիմա ես ուզում եմ այդ սխալը նորից
վերականգնել, այսինքն ոչ թե սխալը վերականգնել, այլ սխալի ուղղելու ճանապարհը վերականգնել եւ հայտարարությամբ հանդես եմ գալիս դիմելով մեր լրատվամիջոցներին խնդրել, որպեսզի այս ընթացքում, եթե հնարավոր է, նախապատրաստել միջազգային հանրությունը, եթե նամանավանդ ունենք անգլալեզու հրապարակումներ, ուրեմն այն մասին, որ Հայաստանը ունի այդ մտահոգությունը եւ գնում աշխարհի առաջնությանը փաստացի պայքարելու ոչ թե միայն հակառակորդների դեմ, որոնք լինելու են մենամարտային հարթակում, այլ նաեւ պայքարելու ենք մրցավարական անձնակազմի հետ։ Ընդ որում հիմնական մեր խնդիրը լինելու է այն մրցավարների հետ, որոնք ներկայացնելու են Եվրոպան, հատկապես ԱՊՀ-ի երկիրները։ Բացի դրանից մենք ուզում ենք տեղեկացնել, որ առաջի անգամ մեզ հաջողվեց բավական լավ նախապատրաստել թիմը հաշվի առնելով այդ բարդույթները, որը մենք կունենանք, ինչի համար շնորհակալ ենք Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությանը, մենք կարողացանք բավական լիարժեք որակով անցկացնել ուսումնամարզական հավաքը, որը անցավ Ծաղկաձորում Օլիմպիական մարզաբազայում եւ մեզ երիտասարդական հիմնադրամը տրամադրեց շենքային պայմաններ, մարզման պայմաններ, բավական լավ զեղչեր արեց, ինչը մեզ հնարավորություն տվեց տեղավորվել այդ իրավիճակի մեջ։ Դե մնացած մանրամասները երևի արդեն իմ գործընկերները կներկայացնեն։ Միանգամից ես հակիրճ ուզում եմ ամբողջ թեման ներկայացնել, որ հետո արդեն հարցեր կլինեն, հարցերին Դուք ևս սպասում եք, որ այս անգամ ևս մենք մտավախություն ունենք, այդ մտավախությունը շատ առարկայական է, բայց նորից եմ ասում, մենք ամեն ինչ արել ենք, որ հնարավորին չափ այդ խտրականության հաղթարումը կատարենք վարպետության շնորհիվ մարզիկների, լավ նախապատրաստում ենք մեր մարզիկներին, հրահանգել ենք, որ միավորներով հաղթանակը մեզ համար գրեթե պարտության հավասար է, պետք է աշխատեն հաղթել բաց այդ առավելությամբ, նոկաուտով կամ նաև այլ տեսակի եղանակներ եւ այսքանը։ Ավելի բարձր ատոմներ չկա։ Իսկ պաշտոնական բողոք դիմում եղել։ Խնդիրը գիտեք ինչու՞ն է, կա ավելի պաշտոնական բողոքի վայր, դա միջազգային օլիմպիական կոմիտեն է, բայց այդտեղ խնդիրը նրանում է, որ ես ինքս իմ կյանքում միշտ եղել եմ թմի խաղացող, թմի կանոններով խաղացող, եւ քանի որ ուշում դեռ չի սպառել իր հնարավորությունը դառնալ օլիմպիական մարզաձև, ես չեմ ուզում հասնել այն աստիճանի, որ մենք նախադեպ ստեղծենք միջազգային օլիմպիական կոմիտեի մոտ լինի կասկած ուշում դառնա միջազգային օլիմպիական մարզաձև թե չէ, որ չլինի այնպիսի վիճակ, որ ամբողջ աշխարհը ընդունելով, հասկանալով, որ կա այդ խնդիրը մրցավարության մեջ, այնուամենայնիվ Հայաստանը մեղադրի, որ Հայաստանը դարձավ խոչընդոտ, որպեսզի ուշում դառնա օլիմպիական մարզաձև։ Հուլիս ամսին դուք գիտեք, եղավ քննարկումներ եւ բոլոր մարզաձևերի, որոնք ներկայացված են օլիմպիական մարզաձև դառնալու մերժվել են, ուշուի քննարկման հարցը 2020 թվականին դառնալ օլիմպիական մարզաձև հետաձգվել է։ Եվ հետաձգվել է այն բանի պատճառով, որ պարոն Ռոհեն խոստացել է միջազգային ֆեդերացիայի նախագահին, որը Չինաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է եւ միջազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահն է, խոստացել էր, որ ուշուն այնուամենայնիվ կդառնա օլիմպիական, սակայն ինչ խնդիրներով հաշվի առնելով ես կարծում եմ, դուք լավ հասկանում եք, որ եւ քաղաքական խնդիրներ են, եւ ֆինանսական խնդիրներ են, առաջ քաշվեցին մարզաձևերը, որոնք ինձ համար շատ տարօրինակ են, որ իրանք կարող են դառնալ օլիմպիական, հա, Գյորլինգ, ես չգիտեմ այնտեղ ինչևից է, խնդիրը նրանում է, որ միջազգային ֆեդերացիայի նախագահան մեր կողմից է այս բանին, որտեղ միջազգային ֆեդերացիայի ղեկավարությունն էլ այսօր գտնվում է բավական լուրջ վատ հարաբերությունների մեջ Եվրոպայի ֆեդերացիայի հետ։ Բոլոր դեպքերում այնտեղ տեղում կոնգրեսում մենք փորձենք նաև տեղում գրավել այդ ուշադրությունը։
Բայց դա այդքան առարկայական չի լինի, եթե մենք ստեղից արդեն չունենանք այդ աջակցությունը։ Իմ մտահոգությունը դրանում է։ Եթե ես չեմ սխալվում, 2011-ի մամլոյասացություն դուք նույնպես ներկա եք նույն խնդրի վերաբերյալ։ Ես ասում եմ 100%-ով աշխատեց։ Մենք բերեցինք արծաթի